Գնաց մհերը, որ անմահ մնա, ոչ թե ինքը հերոսը, այլ մեր էպոս։ Լավա որ եկել եք ցոլակ պապի Յուրաքանչյուրի պարտքն է պահել կապը արմատների հետ։ եւ թակել թորան պարտքը։ Երբեք չհանձնվեք, որովհետև շատերը կասեն դուք հանձնվեք, բայց երբեք չհանձնվեք։ Ուզում ես Վահանից վիդեոներ ցույց տամ խրխնջաս։ Ես ասում եմ, որ Վահան մակետացի 27 Որությունները հրաշալի են, բայց ամենահետաքրքիր մասը այն մասն էր, երբ ոստիկանը ասում է խեսից ձերբակալում, ասում էր սխալ ազգանում, ես Գարեգին է, չէ՞։ Գարեգի Սրվանձետյանցի իրա թորնեմ ու ասեց ես չեմ ուզում, որ իմ պապու գրի առած էպոսը ավարտվի։ Իմ դուր եկել այն մասը, որ կովին ասում է 5 աթատվեր, դրա մոտ ձերբակալի տանցի մհեր շատ հավանեցի, մեկ էլ ինձ դուր եկավ այն հատվածը, որ ինքը կետափոք շունչակեր ու դեղեր էր լցնում, որ ուտեր։ Իմ դուր եկավ ամենասկիզբը, որ ինքը պատմում է էպոսի մասին։ Հայոց պահապայի որդին է եղել ու դա եղել է ոչ թե վաղ որպեսի նա բախվել է ագրավակարում, այ եղել է երդմունք, որ աշխարհը լավանա նոր դուրս գա։ 1000 դրամի վապրանքը վերցրել, հետո ասել է գրի։ Որը մի հատ աղջիկ ասում է վրա գրի փողջիվներն, ինքը գիտի տենց են առնում, ասում է գրի։ Իմ դուրը շատ է եկել։ Մուլտը։ Իսկ շատ էր զգացվում, որ AI-ով է արված, ինչ որ վրիպումներ նկատեցի։ Տղան խոճուշ մազով տղան, որ բան է, զում էր արել ցորենը, ինքը մեկ բան էր, նոր լղոզված էր իլում կամ ինքը ինյան նման չի։ Հզոր էր ու սիրում էր բոլորին պաշտպանել։ Ինձ համար ամենածիծաղելի մասը այն մասն էր, երբ որ ցոլակը Ֆրանսիայից գալիս է ու խանութի վաճառողը ասում է ցոլակ ջան, արի թորանը պաշտքը վճարի։ Ինձ ամենաշատը դուր եկավ այդ մասը, երբ նկարիչը բհերին նկարեց իր սուլիչը։ Նկարիչը ասում է, որ նրան այդպես է։